Կարանք սկսենք։ Բարև Լիաննա։ Բարև Արտավազ։ Կներկանաս։ Ես Լիաննան եմ, Վազդբանկի աշխատակազմի ղեկավարը։ Ինչ ա մտնում քո պարտականությունների մեջ, այսինքն շատերի համար անհասկանալի է ինչ անում աշխատակազմի ղեկավարը, կամ մի բան, որ կուզես ասես, որ մարդիկ իմանան, ով է աշխատակազմի ղեկավարը։ Քեզ թվում է դա հեշտ հարց է։ Էդի որ դու եկել ես սենյակում հարցնում ես, այտենց հեշտ պատասխանեցի այդ հարցին, որ հիմա էլ հեշտ հարց է։ Ես գիտեմ, որ քո աշխատանքի պատասխանատվության մակարդակը չափազանց բարձր է։ Ոնց ես հաղթահարում առհասարակ այդ դժվարությունները։ Առհասարակ չեմ կենտրոնանում պատասխանատվության լինել չլինելու վրա։ Կարող է բազուկի ճավ լինի մոծունով։ Ես նաև գիտեմ, որ դու Ֆաստբանկում ամենահին աշխատողներից մեկն ես, մոտապես քանի տարի ես աշխատում ու երբևէ միտք եղել է աշխատանքդ փոխելու։ Լիան։ Ֆաստում աշխատում եմ գրեթե 9 տարի, չէ, միտք չեմ ունեցել փոխելու։ Թիմում ունես կարծեմ 3 հոգի, չէ՞, սպային։ Այո։ Ըստ քեզ այդ 3 հոգին ամբողջովին փակում են այդ գործը, թե կուզեիր ինչ-որ մեկին ավելացնել։ Այս պահին փակում են, բայց իմ գնալուց հետո կարծում եմ կարող է ինչ-որ բարձ լինի դնեմ։ Ես օրինակ անցել եմ բանկի տարբեր բաժիններով, ծանոթ եմ բաժինների աշխատանքին ու գիտեմ, թե ամեն բաժին ինչքան կարևոր է բանկի համար։ Դա կլինի, չգիտեմ, բիզնեսը, դա կլինի մանրածախը, դա կլինի նաև մարքեթինգն էլ է շատ կարևոր, դու ինքդ գիտես։ Քո աշխատանքը ու քո բաժինը ինչ անում ընդհանրապես բանկում, ինչ կարևորություն ունի, չգիտեմ, բացի մեյլ գրելուց կամ ինչ-որ միտինգ նշանակելուց, ինչ ես անում։ Արտո այնքան վատն էր ձևակերպումը, որ անգամ չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։ Ինչ է նշանակում նամակ գրել ու միտինգ դնել միայն։ Ես ասում եմ ձեր աշխատանքը ես կարամ նույն վատ որակավորումը։ Մեր աշխատանքը դու տենում ես։ Մեր աշխատանքը տեսնում ես, ձեր աշխատանքը ես երբ մտել եմ, դու կամ մեյլ եք գրել։ Ոչ, դու ունեիր ժամանակ մտածելու, դու հիմա ուղակի փշերով ես հիմա դիմավորում իմ հարցը նորմալ ձևակերպում է։ Ուզում եմ ուղակի մարդիկ իմանան ինչ եք անում դուք բացի մեյլ գրելուց, որովհետեւ դե բա ես բանկում եմ աշխատում, ես չգիտեմ մարդը որտեղից։ Բայց այստեղ նայ ուրիշ տարբերակներ կան, սա էլ եմ ուզում, սա էլ եմ ուզում։ Մի քիչ մեծ են, բայց դե մեծանալու է երախամ սեդիկե։ Հա, լավն է, շատ լավն է, բաները պատվի։ Հա, ապրես։ Շուտով դու գնալու ես դեկրետ։ Քո կարգավիճակում եղած կնոջը մերժել չի կարելի ու քո ասածը օրենք է, որ խնդրեմ կհրավիրես մեր գործադիր տնօրենին Fastcast-ի։ Պարոն Դարփինյան, եկեք։ Չկաք։ Ես օրինակ ուզենայի այդ կնիքը ունենայի, հենց ամեն ինչի վրա պեչատ դնեի։ Վայ,